2018-ին Հայաստանի քաղաքացին դուրս եկավ փողոց արդարություն պահանջելով։ Դա պետություն ունենալու տարրական պահանջ էր։ Պետություն, որտեղ օրենքը չի վաճառվում, դատարանը չի կառավարվում եւ հանցագործությունը չի մնում անպատիժ։ 2021-ին նույն քաղաքացին կրկին ընտրեց, հավատալով, որ արդարության հաստատումը վերջապես կդառնա պետության հիմնական առաջնահերթությունը եւ նախկին քրեաօլիգարխիկ համակարգի անպատժելիությունը կավարտվի։ Այսօր սակայն հասարակությունը շարունակում է տեսնել պետության հիմքում նույն ճակատագրական խզումը։ Արդարադատությունը դեռ չի գործում լիարժեք, իսկ անպատժելիությունը դեռ համակարգային խնդիր է։ Հարյուրավոր անպատիժ մնացած գործեր, տուժած մարդիկ առանց արդարության, դատական համակարգ խորը անվստահության մեջ։ Երբ դատարանը չի ապահովում արդարություն, օրենքը դառնում է ձևականություն, իսկ պետությունը թույլ։ Արդարադատությունը պարզապես ոլորտ չէ, դա պետության ողնաշարն է, պետականության իրական առանցքը։ Առանց արդարադատության չկա անվտանգություն, որովհետև հանցագործը չի վախենում օրենքից։ Չկա տնտեսություն, որովհետև ներդրողը չի վստահում դատարանին։ Չկա հավասարություն, որովհետև իրավունքը կախված է տարատեսակ կապերից, եւ չկա ապագա, որովհետև քաղաքացին չի վստահում պետությանը։ Հայաստանում պետք է վերջապես ավարտվի անպատժելիության այս համակարգը։ Դատարանը պետք է ծառայի բացառապես օրենքին։ Յուրաքանչյուր հանցագործություն պետք է ունենա հետևանք, իսկ յուրաքանչյուր քաղաքացի պաշտպանություն։ Սա քաղաքական խոստում չէ, սա պետության գոյության պայմանն է։ Եթե ուզում ենք իրական, անվտանգ եւ արժանապատիվ երկիր ունենալ, պետք է վերջապես հաստատենք արդարադատությունը որպես պետության անշրջելի կանոն, ոչ թե ժամանակավոր նախընտրական խոստում։ Մի լռիր, երբ արդարությունը խեղդվում է։ Խոսիր, պահանջիր, վերահսկիր։ Աջակցիր այն Հայաստանին, որտեղ օրենքն է իշխում, ոչ թե անպատժելիությունը, որովհետև առանց արդարադատության պետություն չի լինում։